Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Իրանի շուրջ նոր զարգացումներ են։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հակամարտությունը շարունակվում է եւ այստեղ ռազմական գործողությունների շրջափուլերը գալիս են փոխարինում են բանակցային համեմատաբար խաղաղ շրջափուլերին եւ հակառակը։ Նախորդին տեղի ունեցավ մի ուշագրավ այսպես ուղերձների փոխանակում, ամենայն դեպս այն, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հրապարակային հայտարարություն կատարեց այն մասին, որ Իրանի նկատմամբ այդ հարվածների ներուժը հասել է իր եւ էֆեկտը հասել է իր սահմանագծին եւ նաեւ մամուլն է գրում այն մասին, որ Միացյալ Նահանգներում հաշվարկել են, որ Փետրիոտների համար այդ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցների համար հրթիռների սուր պակաս կա, դեֆիցիտ։ Իսկ դա թույլ չի տա, որպեսզի Միացյալ Նահանգների արաբական դաշնակիցները պաշտպանվեն Իրանի հարվածներից, հետևաբար պետք է գնալ քայլերի, որոնք ուղղակի կնվազեցնեն ռազմական դիմակայության ջերմաստիճանը։ Իր կողմից էլ Իրանն էլ այսպես քայլ արեց, կարելի է ասել, հայտարարելով, որ դե եթե Միացյալ Նահանգները հարվածներ չեն հասցնում, մենք էլ ենք ձեռնպահ մնում հարվածներից։ Բայց զուգահեռաբար մենք տեսանք, որ թեժանում է Բաբ-էլ-Մանդեբ նեղուցի շրջակայքում, այնտեղ հութիները, որոնք հյուսիսային Եմենն են վերահսկում, սկսել են թիրախավորել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքը, այսինքն ծոցում կոնֆլիկտը կարծեք թե ապա էսկալացիայի է ենթարկվում, մինչդեռ Կարմիր ծովում մենք տեսնում ենք հստակ էսկալացիա։ Փորձենք հասկանալ մանավանդ տեղեկատվությունը քիչ է, շատ է, ապա տեղեկատվությունը փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Մերձավոր Արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ, քաղաքագետ Տիգրան Գաբոյանը։ Բարև ձեզ, պարոն Գաբոյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Բարև, պարոն Մեհրաբյան, նմանապես ես շնորհակալ եմ, խնդրեմ։ Եվ ուրեմն, պարոն Գաբոյան, կան ազդակներ թե Քաթարից, թե Պակիստանից, որ նաև Օմանից, որ ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, որպեսզի Իրանին եւ Միացյալ Նահանգներին մոտեցնեն, այսպես ասենք, արդյունքի միտված բանակցությունների եւ փորձեն ընդհանրապես հանգուցալուծել այս խնդրը եւ ապա շրջափակել Հորմուզի նեղուցը։ Եվ ահա կա նաեւ այս պատերազմում կարծեք թե սառեցման մի նոր փուլ, որը բարենպաստ է այս դիվանագիտության համար, ձեր գնահատականը։ Դեպքերը եթե հանգուցալուծման այսպես տենդենց ունին մոտավորապես,
բայց չմոռանանք բարոն Միրաբյան, որ որևէ հագամարտության մեջ, այսինքն նախաձեռնողական կամ ինքնին հանգուցալուծման թելերը որ կողմն են։ Այս բարակային բնականաբար բոլորս գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներու կնքնեցնել կամ չի կնքնեցնել կամ ուր դանիլ դարածք։ Միան սկզբագիր ճանտրատանալ, որ նույնիսկ լրատվական թաշտի մեջ ամերիկյան մոտեցումները շատ տարբեր են, այսինքն սա քիչ տեսապանական մոտեցում է լրատվական թաշտի մեջ ամերիկյան մոտեցումները լրատվության մեջ տարբեր են մերձավոր արևելյան Եվրոպայում, նույնիսկ Եվրոպայում, այսինքն ամերիկան մի քանի շերտ լրատվություն ունի, ինչպես որ իր արտաքին քաղաքականությունն է, ինչպես որ իր ռազմական քաղաքականությունն է։ Անորոմար չեմ ասել վստահելի չէ, բայց ոչ ալ խապուսիկ է, բայց ինքը ամերիկյան այսպես ոչ է խնդիրներուն, որովհետև նախաձեռնողականությունը, նույն ժամանակ բարփակումը, նույն ժամանակ հանգուցալուծումը, նույն ժամանակ դեպքերու հրադապությունը կամ ավելի մակարդակում բավումը ամեն ամերիկյան այսպես լրատվություն չված են։ Հիմա եթե հանգուցալուծումը պիտի ուզեն, կարծեմ թե շատ թյուրուն է կատարելը, բայց ինչ որ թրված, ինչ որ կգարտանք, փորձենք վերցանել, ամերիկյան թեպի վերջ կմղվի, այսինքն հասնելու Իրանի այդ որ գսել no turning point, ետ դարձի ճանապարհ չթողնելով Իրանին։ Անշուշտ իրարամերժ կամ արտահայտություններ կան Թրամփ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահային արտահայտություններու մեջ, որ իրենք կխնդրե Իրանը որպեսի բանակցի եւ հասնի վերջնական կորձարկին, ոչ թե հավատ գտնվելով, ոչ ալ թրջելով այդ մեկը, բայց կգարձեմ, որ Հերմուսի հարցը, եթե վերջնական լուծում ստանա, մյուս բաները այլևս երկրորդական կդառնան, որովհետև բոլորս հստակ է, որ Իրանի հրթիռային ուժը եւ ատոմական ուժը այլևս սպառնալիք չեն։ Պարոն Գաբոյան, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Իրանը համենայն դեպս այդ հրապարակային ռետորաբանությունը Իրանի մենք հետևում ենք եւ տեսնում ենք, որ նրանք շարունակում են իրենց այդ կոշտ գիծը եւ ըստ էության պահանջում են Միացյալ Նահանգներից լքել տարածաշրջանը եւ ասում են նույն Ղալիբաֆը, որը բանակցային թիմից է, հա, իրանական կողմից, ասում է, որ առանց դրա Հորմուզի ապաշրջափակում չի լինելու, դա մի կողմից, մյուս կողմից էլ ասում են, որ մինչ պատերազմական կարգավիճակով, ստատուս քվոյով Հորմուզը չի աշխատելու, մենք պետք է վերահսկենք։ Այս ամենը չի տեղավորվում բանակցային տրամաբանության մեջ։ Ինքնին բարոն Միրաբյան, Ամերիկայի ներկայությունը տարածքաշրջանի մեջ այս աստիճան թունդ եւ խիտ եւ հասու չէ եղած։ Այսինքն եթե վերականգնենք Իրաքյան պատերազմեն վերջ գդարվածը, Իրանի ուղղակի քերագշտությունը ապահովել է եւ Իրանը բահել օրակ ռմբակոծման տակ, այսպեսի բան այսինքն պատկերացված չէր, ոչ ալ կրնայինք Անորոմար երբեմն գսեն զանոթեթե բնելով, որ Իրանը հաղթեց կամ Իրանը թիմակայություն ցույց տվավ, բայց Իրանի բոլոր երկինքը բաց է։ Իրանի բոլոր ռազմավարական, քաղաքացիական, բոլորը ենթակա են ամենօրյա ռմբակոծման։ Իրանի ղեկավարությունը չլատված է, չի գա ոչնչացված, այսինքն շարքի հանված է։ Տնտեսությունը վերջնական գրեթե քայքայված է։ Հորմուզի հարցին հարաբերակցորեն պարպագլալը նույնիսկ Ամերիկային ցերկն է, այսինքն այս բոլորը չտեսնելով ասել, որ Իրանը իր պայմանները կթելադրե, եթե չսեմ չափազանցյալ միտք, եթե չսեմ անհրետասական եմ, գրնամ ասել, որ չափազանցված
միտք է։ Այսինքն Իրանին աջակցող Չինաստանը չի գա, Իրանին աջակցող Ռուսաստանը եթե այսպես շատ չնչին կամ շատ անիրադես կամ վախկոտ աջակցություն ցույց տվավ, հիմա Ռուսիան այդ քինը վճարել աջակցության, ինչպես գիտենք Թրամփը ասավ, ես Պուտինին անձամբ պիտի հարցնեմ դու աջակցես կամ ոչ, որը ցևով սպառնալիք է կամ Ռուսիո պատասխանատվության ենթարկելու այս խարազանում նորեն շատ նվաստացուցիչ է Ռուսիո, այսինքն ինչպես որ ենթագայի կամ պատասխանատվության ենթարկվող անչափահասիմը հանդեպ մոտեցումն է։ Այս բոլորը չտեսնել եւ ասել, որ Հերմուզը բաց կբահենք, փակ կբահենք, ինչպես որ կներեք կրթությանս, քիչմա չափազանցյալ միտք է։ Կամ մոտեցում է։ Այո։ Պարոն Գաբոյան, բայց այս ֆոնին մենք տեսնում ենք Իրանը բավականին ակտիվ քայլեր է նախաձեռնում Հայաստանի հետ իր հարաբերություններում եւ դրա վկայությունն է նախարար այդ ուրեմն ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդասյանի այցը Թեհրան եւ Թեհրանի առաջարկները թե նավթի ոլորտում, գազի ոլորտում, գազամատակարարման հետ կապված համագործակցությունը խորացնելու։ Հարց է նաև առաջանում ինչի հաշվին, հա։ Բարոն Մերաբյան, մենք բոլորս գիտենք, որ մենք Իրանի համար սպանալիք չենք, ընդհանրապես Իրանի համար մենք բադուհան ենք, քիչ կամ շատ, թե քաղաքական թե մշակութային, թե տնտեսական, ինքը գիտե որ Ադրբեջանը ուշ կամ գանուխ իրեն հենարան չէ, ինքը գիտե որ Ռուսիա բրգիչ չէ, մենք ալաշ բնականաբար բրգիչ չենք, բայց բադուհան ենք, այդ բադուհանը կամ այդ թելը գտրելը գարձեմ որևէ նույնիսկ ոչ հասու կամ անկիդագից իրանյան քաղաքական գործիչ չներ կամ այդ քայլին չէր դար։ Նույնիսկ տրիպիալ արգայությամբ ես գարձեմ Իրանը տրիպիալ արգայությամբ օգտվող է եւ տրիպի թեմ պիտի շատ դուրս պիտի չի կա հագարակ այսպես ծայրահեղ հռետորապանության կամ Ամերիկայի հետ հիմա լարված հարաբերություններում մենք Պարսից ծոցի երկիրներ չենք, մենք այստեղ ռազմաբազա չէ տեղավորված ամերիկյան եւ անշուշտ Իրանը իր հաշվարկներ ունի իր այդ մեր հետ սահմանը իրեն գենսական եւ ռազմավարական սահմանը այս բոլորին շուկին դա նորեն չուրացնելով չմերցնելով Իրան-Հայաստան հարաբերությունները այդ հարաբերությունները չեն գրնալ վերածվել տաշնակցայինի շատ պատճառներով կրոնական մեծ տարբերություններ կան մենք եվրոպական մշակութային սկսելով մենք Եվրոպայի կպատկանենք ամենիչով երկրորդը որ Իրանը նույնքան մեզի գազ չէ մատակարարած, հագարակ մեր չկամություններուն կամ Ռուսիո հետ գաղվածություններուն, Իրանը մեծ ծրագիր չէ առաջարկած մեզ, Իրանը Արցախյան պատերազմներուն ինչքան ալ Ադրբեջանը մեղադրե կամ իրենց կմեղադրե կողմնակալության մեջ գրեթե չեզոք թիրքերով հանդես եկած են։ Եկեք այդպես մնա չներկայացնենք, որ Իրանը մեզ բրգիչ մնա, այո, իր շահերեն պխած եւ մեր շահերեն պխած մենք լավ հարաբերությունները բահողնենք եւ կշարունակվին այդ ընթացքը շարունակության մեջ է։ Եվ պարոն Գաբոյան, մենք նաեւ այստեղ տեսնում ենք, որ Իրանի եւ Իսրայելի մեջ պատերազմ այս պահին չկա, բայց այն այսպես ասենք հակամարտության ջերմաստիճանը պահպանվում է Իրանի կողմից դա ինչ որտեղ նաև գաղափարախոսություն է, բայց Իսրայելն էլ գնում է ընտրությունների հոկտեմբերին ընտրություններ են այնտեղ, որում շատ կարևոր ընտրություններ այս հարթության վրա ինչ զարգացումներ եւ հեռանկարներ եք տեսնում։
Վերա ռմբակոծումը Իրանին բնականաբար իսրայելյան շահերեն գփխի Ամերիկայեն, հիմա Նեթանյահուն արդեն Վաշինգտոն է, մենք սպասելի են, որ նոր համատրումներ, նոր համաձայնություններ Իսրայել ԱՄՆ այդ համատրություններով ֆոնին գերեվա վերջնականապես անշուշտ Լիբանանի հարցի լուծումն ալ մեծ հաղթանակ էր չմոռնանք Իսրայելին, այսինքն Հեզբոլլայի այսպես կամ այնպես չլատումը կամ չեզոքացման կորձընթացի սկսումը այս բոլոր մեծ հաղթանակներ կա եւ հարավային Լիբանանի մեջ բուֆերային զոնը ստեղծելը մեծ հաղթանակներ կհամարվին Իսրայելին նույն ժամանակ երբ որ Իրանը չի շարունակեր կամ կարողությունը չունի ռմբակոծել Իսրայելը երկու նպատակ ունի յուրանիումը վերջնականապես խլե կամ անե Իրանեն երկրորդը ստիկ հրթիռային ծրագիրը ոչնչացնե իրան համար կարծեմ նշանակություն չունի մոլլաներու ռեժիմ կմնա կամ որևէ տեսակի կրոնական կամ տոտալիտարական ռեժիմ կմնա Իրանի մեջ այս երկու նպատակներու հասանելիությունն ալ կարծեմ թե յումի հարցով ինչքան ալ ինչպես դուք հիշեցիք տարողունակ եւ հակասական տեղեկություններ կա բայց ամեստ կարծիքովս այլևս Իրանը կարողականություն ունի ատոմական զենք նույն ժամանակ բալիստիկ հրթիռներու իր դարողությունը եւ ուժականությունը սպարման կամ հետընթացի մեջ այսինքն անորոշ Իրան Իսրայել կրեթե եթե չսեմ այլևս հագամարտությունը ավարտած է, բայց ավարտումի մեջ է եւ Իսրայելը գրծավ այդ հագամարտության մեջ ԱՄՆ-ով լուծել հարցերը եւ ԱՄՆ-ին հանձնել այսպես ճակերտված չահը եւ ինքը թիդորտի վերածվելով, բայց արդյունքները քաղելով իրակորձեց իր նպատակները։ Այսինքն այդ մեկը երևելի է կարծեմ։ Պարոն Գաբրիյան, նաև ամփոփելով նոր զարգացում կա նաև թուրք-իսրայելական սյուժեում, հա։ Թրամփը, որ այսպես սպասում է Նեթանյահուի այցին Վաշինգտոն, խոսեց Թուրքիային F-35 տրամադրելու մասին եւ հայտարարեց, որ Թուրքիան շատ լավ երկիր է, շատ ուժեղ երկիր է, իրենք մեր դաշնակիցն են, շատ օգտակար դաշնակից են եւ լրագրողը հարցնում է, բայց ասում է Նեթանյահուն դեմ է, որ F-35 տրամադրվի, Թրամփն էլ ասում է, դե հա գիտենք, իրանք իրար չեն սիրում, բայց ինձ Թուրքիան լավ դաշնակից է եւ թող ոչ ոք ինձ չասի, թե ես պետք է վաճառեմ, թե ոչ։ Ինչ անեմ։ Բայց սրան էլ նախորդել էր պետդեպարտամենտի, այո, պետդեպարտամենտի հայտարարությունը, որ F-35-ի տրամադրելը Թուրքիային առայժմ հակասում է Միացյալ Նահանգների օրենքներին։ Եվ հարցը միայն այն ռուսական S-400-ը չի, այլև այն, որ փաստորեն հստակ պայման է դրվում Թուրքիայի առաջ դադարեցնել համագործակցությունը Համասի հետ։ Ձեր գնահատականը ինչ զարգացումներ սպասենք այստեղ։ Ամերիկան իր դաշնակիցներուն հետ մանուվրելու, խուսանավելու ահռելի տարածք ունի եւ միջոցներ ունի, որովհետեւ հարաբերությունը Ամերիկա եւ իր դաշնակիցները ինչքան ասենք խոցելի են, բայց ուրիշ դաշնակիցներու չի նմանիր, որովհետեւ անվտանգությունը ապահովված է իրենց լարևմտյան Եվրոպային, լա Թուրքիային, լա միջնարելքի երկրներն անիմացիացի երկրներն պակոսման գենտարգմի, բայց պատկերացնենք առանց ամերիկյան ներկայության ծոցի երկիրներ, այսինքն իրենք կրեթե բան չեն ներկայացնել անվտանգային, նույնիսկ տնտեսականորեն, այսինքն Միացյալ Նահանգները այս կարծիքով
ինքը այս հարցով մանավանդ Իսրայելի, Թուրքիո եւ ծոցի երկրներու անվտանգության։ Հիմա ՆԱՏՕ-ն Արևմտյան Եվրոպայի իր թևով քիչմագասություններ ունի Ամերիկայի հետ բարդվող են։ Այսինքն F-35-ի հարցով կարծեմ հուսանավում ամերիկյան շատ մեծ է եւ Թուրքիան այդ մեկը կա, շատ բան վստահական եւ Թրամփ, եթե Թրամփը նույնիսկ ես հայտնադես չլալով, բայց համեստ կարծիքով նույնիսկ եթե խոստումը դարձնելու այդ հանցումը թեր երկար, այսպես այդ չաղացքը չուր կվերցնե եւ երկար հանգրվանները կանցնի եւ ամերիկյան քաղաքականությունը նույնինքն կոնգրեսայինը, պենտագոնայինը, սպիտակ դան խողովակները այս բոլորը իրենց խուսանավումներու միջոցով կթելատրեն շատ բաներ եւ շատ բաներ կգրնան Այս Թուրքիայի մեծ զիջում գոնձեցին, երբ որ ինքը S-400-ը պիտի հանձնե կամ երրորդ կողմի պիտի վաճառե եւ Թուրքիո չեզոքացուցին իր ռուսական ջագատի արաբերությունները մեծ հարված հասցնելով նույնինքն Պուտինյան Ռուսիո այդ անորամար F-35-ի մատակարարումը միակ բադիժներու F-35-ի մասնակցելու թուրքական ներկրաբացությունը, ներկրաբացությունը F-35-ի արտադրության մեջ բադիժներու սրբումը արդեն Թուրքիա նվաճում համարեց, պատկերացուցեք ինչ հարաբերություններու, այսինքն հերթականություն կամ փուրկացում ունի Թուրքիա-Ամերիկա, այսինքն Թուրքիա շատ կախյալ է ԱՄՆ-ին եւ F-35-ի հարցը դեռ շատ երկար թղթածրար է։ Եվ վերջին հարցը, պարոն Գաբոյան, այս զարգացումները երբ պրոյեկցում ենք մեր տարածաշրջանի վրա, մենք մեզ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ է լինելու Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Անկարան ըստ էության չի շեղվում իր այն գծից, որ այդ ամենը կախված է, ուղղակիորեն կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա գործընթացից եւ այստեղ Բաքուն շարունակում է մնալ որպես խոչընդոտող գործոն, հա, դե ինքն էլ ինչ-որ սահմանադրությունից է խոսում, պարզա մեր քաղաքական այսպիսի դասավորությունը բարենպաստ չի սահմանադրության համար, ինչ զարգացումներ եք դուք տեսնում այստեղ։ Ինչպես Սերժ Արկելի ստուդիոյի մեջ զրուցած ենք հաջող, որ Թուրքիա-Իսրայել թիմագայության ֆոնին վրա կհասունանա կամ կհաբաղի սահմանի բացումը, բայց սահմանի բացման խմբավարը կարծեմ Ամերիկան է, Ամերիկային գանցն այս բոլորը, Թուրքիա կփորձի մառաթրամի վերածել այդ փոքր բաներ շահեր ապահովելով, անշուտ ենթարկվել Ադրբեջանի լոբիին, սահմանը թեր չի բանար, բայց ամերիկյան վերջնական կարծեմ կորձարկեն ետք F-35-ն այդտեղ կմտնի այդ մեծ կորձարկի այդ մեկը Ամերիկա, Իսրայել, Թուրքիա սահմանի բացումը, եթե Թուրքիա վերջնական որոշում չի առնել, այսպես փոխաբերական եթե բառ օգտագործեմ, ավերժված դատապարտված է սահմանը փանալու, անշուտ սահմանի փանալը մեր շահերեն կփոխի, ինչքան սահմանը չի փանա, ինքը ավելի իր միջազգային հարաբերությունները Ամերիկայի հետ եւ Իսրայելի հետ ավելի խճճված կրնան համարել։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հագասական չեն, այսինքն վտանգապեր չեն ներկայիս համեստ կարծիքովս, այդ մեկը համատրվին Ամերիկայի Միացյալ Նահանգներով, անշուշտ եւ Թուրքիա-Իսրայել հարաբերություններով ներկայիս։ Նույնինքն Թրամփ-Նեթանյահու հանդիպում են մասամբ հարաբերաբար մեր սահմանի Հայաստան-Թուրքիա սահմանի այսինքն մագնտացություններն ալ ծևոմը աստետություն կգրեն։
Շատ շնորհակալ եմ, պարոն Գաբոյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Միշտ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Նմանապես։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, Մերձավոր Արևելյան քաղաքականության հարցերով փորձագետ, քաղաքագետ Տիգրան Գաբոյանին, լսեցինք իր դիտարկումները կապված Իրանի շուրջ հակամարտության շրջանակներում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների եւ Ամերիկա-իսրայելական հարաբերությունների վերջին զարգացումների հետ։ Խաղաղություն եւ բարի նոր ձեզ։